Ողջույն ժողովուրդ ջան, ուրեմն ազատ արձակվեց դատարանի դահլիճից մի վիժվածքի ծնունդ, որը կազմակերպել էր Արամ Սարգսյանի դեմ մահափորձ։ Ասեմ, որ նա ուզեցել է պայթացնել Հանրապետություն կուսակցության գրասենյակը, որը միշտ մարդաշատ է, առավել ևս այն ժամանակ, երբ որ Արամ Սարգսյանը ընդեղ է։ Միշտ այդ գրասենյակում 30-ից 40 մարդ լինում է, երբ որ Արամ Սարգսյանը գրասենյակում է։ Ու ինչն է պատճառը, որ սրան դատարանի դահլիճից ազատ են արձակել։ Ունի շաքարային դիաբետ, ունի սրտի խնդիր, ոնց որ ստենդավորման կարիք, ունի պոչկաների խնդիր։ Հիմա ասեմ, հարգելի դատարան, ես ունեմ լիքը ստենդ, տարել եմ ինֆարկտ, տարել եմ ինսուլտ, տարել եմ ծանր գլխի վիրահատություն, ու դա ինձ իրավունք է վերապահում, ես մարդու դեմ մահափորձ կազմակերպեմ։ Դուք հասկանում եք, որ ձեր մի որոշումով ինչքան մարդու բերան լեզու դրեցիք, ինչքան մարդ հիմա կառիթավորվի, ով որ ասենք շաքար ունի, մի երկու հատ ստենդ ունի, ես սաղ էլ կասեն, այդ համ ես իմ սև գործն անեմ, մեկա դատարանից թողելու են։ Ու այդ տականքը Զարուհի Ճոճայի հետ դուրս էին եկել դատարանի բակից, վրեկներս ծիծաղում էին բառիզբուն իմաստով։ Ու այդ սրիկած տահակը որտեղից է բերել իր տեղեկանքները հիվանդության։ Նայիրի բժշկական կենտրոն, Էրեբունի բժշկական կենտրոն, Տերտերի հիվանդանոց։ Բոլորիս էլ հայտնի այդ հիվանդանոցները ումն են, ինչ ուզել են գրե տվել են։ Ու սա ժողովուրդ ջան, ես արդեն 100% վստահ եմ, քանի որ այդ մարդը ինչու որ մեղադրում Արամ Սարգսյանին, Արամ Սարգսյանը ընդհանրապես այդ թեմայի մեջ չկա, ընդհանրապես այդ մարդու հետ ինքը խնդիր չի ունեցել։ Սա քաղաքական պատվեր է։ Միանշանակ սա քաղաքական պատվեր է։ Այս վիժվածքին սարքել են երկրորդ Նայիրի Հունանյան, ուզում են այս սրիկա տականքի ձեռով ինչ-որ հարցեր լուծեն։ Ու մեր դատարանն էլ ասում է, չէ, մեղք է այս մարդը, անհամատեղելի է կալանքը, շաքար ունի, ստենդավորման կարիք ունի, սրան թողանք, թող այնքան որ Հայաստանից չբացակայի, թող դուրս գա գնա ֆրֆռա։ Շնորհակալություն ժողովուրդ ջան։